Բարև ձեզ հետ Էման է։ Հրավիրում եմ լսել իմ ալիքի կյանքից վերցվածի նոր հեղինակային պատմությունը։ Հավելյալ ուտելիք նախատեսված չէ, ասաց հարսս, առջևս մի բաժակ ջուր դնելով, մինչ նրա ողջ ընտանիքը ընթրիքին օմարներ էր ուտում։ Որդիս ավելացրեց. «Մամ, դու պետք է իմանաս քո տեղը»։ Ես պարզապես շպտացի ու պատասխանեցի. «Հասկացա»։ Իսկ հետո եկավ շեֆ խոհարարը։ Իսկ մինչ մենք կշարունակենք, գրեք, որ երկրից եք դիտում այս տեսանյութը եւ քանի տարեկան եք։ Լրացուցիչ ուտեստներ մենք չենք պատվիրում, ասաց հարսս, Անին, եւ մի բաժակ ջուր հրեց դեպի ինձ, պարզապես ջուր, մինչ նրա ողջ ընտանիքը իմ աչքի առաջ օմարներ էր ուտում, այն մեծ 5000-ական դրամանոցները, հալած կարագով, որը փայլում էր ջահերի լույսի ներքո։ Անին նույնիսկ չփորձեց ձևացնել, թե անհարմար է զգում, ամեն ինչ անում էր բացահայտ, այն նույն քաղաքավարի ժպիտով, որով սիրում է նվաստացնել այնպես, որ հետո կարողանա ասել. «Ինչ եք խոսում, ես ուղղակի ժպտում էի»։ Եվ դա դեռ ամենացավալին չէր։ Ամենացավալին այն էր, որ որդիս Արմանը գլխով արեց, կարծես նա ինչ-որ խելամիտ արդար բան էր ասել։ «Դու պետք է իմանաս քո տեղը, մամա», ավելացրեց նա, նույնիսկ չնայելով ինձ։ Ես լռեցի, ոչ թե նրա համար, որ խոսքեր չգտա, կգտնվեին, բայց ներսումս ինչ-որ բան որոշեց սպասել, նայել, թույլ տալ, որ մինչև վերջ խոսեն։ Ես միայն մի փոքր ժպտացի ու հանգիստ ասացի. «Հասկացա»։ Անին աչքերը թարթեց, կարծես մի վայրկյան շփոթվեց։ Երևի արդյունքներ, ներողություններ կամ փոքրիկ տեսարան էր սպասում։ Ոչինչ չստացավ, միայն մեկ բառ. հասկացա։ Պատմեմ, թե ինչպես հայտնվեցի Երևանի կենտրոնի այս սրահում, նայելով, թե ինչպես են հարազատներս օմար ուտում, իսկ իմ առջև դրված է ֆիլտրված ջրով բաժակը։ Պատմությունը այսօր չի սկսվել, այն սկսվել է շատ տարիներ առաջ, երբ որոշեցի, որ մայր լինելը նշանակում է զոհաբերել ամեն ինչ, եւ ես զոհաբերում էի։ Մի որդի ունեմ, միայնակ եմ մեծացրել, այն օրվանից, երբ հայրը գնաց, երբ Արմանը 5 տարեկան էր։ Տարիներ շարունակ 3 տեղ էի աշխատում, բնակարաններ էի մաքրում, օգնում էի խոհանոցներում, ամեն ինչ նրա համար, որ նա ունենա այն, ինչ ես չեմ ունեցել՝ կրթություն, հնարավորություններ, ապագա։ Ես վճարել եմ նրա ուսման վարձը, յուրաքանչյուր կիսամյակ, յուրաքանչյուր գիրք։ Աջակցել եմ, երբ նա 2 անգամ փոխեց մասնագիտությունը։ Աջակցել եմ, երբ նա տուն բերեց Անիին եւ ասաց, որ դա իր կյանքի կինն է։ Աջակցել եմ նույնիսկ այն ժամանակ, երբ նա սկսեց ինձ նայել այնպես, կարծես ես խոչընդոտ եմ իր կոկիկ, ապահովված կյանքում։ Ես փոխարենը ոչինչ չէի խնդրում։ Ճիշտ է, դա միանգամայն այդպես չէ։ Խնդրում էի հարգանք, խնդրում էի վերաբերվել ինձ որպես մոր, այլ ոչ թե որպես մարդու, որն իրենը տվել է ու ազատ է։ Երևի դա չափից շատ էր։ Հրավերը ստացա 1 շաբաթ առաջ։ Արմանը զանգեց, ինչը հազվադեպություն է։ Վերջին շրջանում նրանից միայն կարճ, չոր հաղորդագրություններ էին գալիս։ Ամեն ինչ նորմալ է, հետո կխոսենք։ Ձայնը սովորականից մեղմ էր։ Ասաց Անիի հետ ուզում են ընթրիքի հրավիրել, կապը վերականգնել։ Մենք ինչ-որ կերպ հեռացել ենք, մամա, պետք է ուղղել, ասաց նա։ Միամիտս հավատացի։ Հագա իմ լավագույն զգեստը, պարզ, բայց կոկիկ, մոխրագույն զգեստ, առանց ավելորդ փայլի։ Ես ընդհանրապես չեմ սիրում ուշադրություն գրավել։ Կարգի բերեցի մազերս, մի քիչ դիմահարդարում։ Ուզում էի արժանապատիվ տեսք ունենալ որդուս առաջ, ցույց տալ 64 տարեկան եմ, բայց դեռ նրա մայրն եմ, կին, որը նրա համար ամեն ինչ տվել է։ Երբ եկա, նրանք արդեն նստած էին, Արմանը, Անիին եւ անսպասելիորեն նրա ծնողները, 4 հոգի սեղանի շուրջ, ակնհայտորեն 5 հոգու համար։ Դիմավորեցին օդային համբույրներով, առանց դիպչելու։ Անիից թանկարժեք հոծանելիքի հոտ էր գալիս։ Նա հագել էր անթերի բեժ զգեստ եւ փայլունակ անջողեր, որոնցից աչքերս ցավում էին։ Դուք ուշացել եք, Ելենա, ասաց նա, նայելով ոսկյա ժամացույցին։ Ելենա, ոչ թե մամա։ Երբեք մամա, պարզապես Ելենա, կարծես հասակակիցներ լինենք, եւ մեր միջև ոչ տարիք կար, ոչ էլ ազգակցական կապ։ Խցանումներ էին, պատասխանեցի ու նստեցի անկյունի միակ ազատ սեղանի մոտ։ Ռեստորանը տպավորիչ էր։ Բարձր առաստաղներ, բյուրեղյա ջահեր, սպիտակ սփռոցներ։ Այն մակարդակը, որտեղ հաշիվը հասնում է 1 շաբաթվա աշխատավարձի։ 2 դեմք ճանաչեցի, տեղի գործարարներ, պաշտոնյաներ։ Մտածեցի, ինչպես է Արմանը տանում նման երեկոները։ Նրա խորհրդատվական աշխատանքը բիզնեսի համար իհարկե եկամտաբեր է, բայց ոչ այս աշճանի։ Մատուցողը մոտեցավ սև կաշվե ճաշացանկով։ Միշտ այդպես է, թանկ է լինելու։ Անին նույնիսկ չբացեց այն, մատներով կտկտացրեց։ Մեզ 5 օմար թերմիդոր, մեծ, եւ լավագույն սպիտակ գինուց մի շիշ։ 4, մեղմորեն ուղեց Արմանը, եւ հայացքը գցեց իմ կողմը։ Անին աչքերը տեղափոխեց ինձ վրա ու ժպտաց այն նույն ժպտացով, որը լինում է դանակը խրելուց առաջ։ Ճիշտ այնպես կարծես հենց նոր հիշեց իմ գոյության մասին։
Շրջվեց դեպի մատուցողը, ձայնը բարձրացրեց այնքան, որ լսեին հարևան սեղանները։ 4. Իսկ նրան ջուր։ Մենք ավելորդ բան չենք վերցնում։ Մատուցողը սառեց, անհարմար նայեց ինձ, սպասում էր, որ ես կասեմ, թե ինչ եմ պատվիրելու։ Բայց Արմանը կանխեց։ Մաման արդեն գերել է, չէ՞։ Սա խնդրանք չէր, ոչ էլ հարց։ Սա պարզապես այդպես պետք է լիներ։ Ներսումս ինչ-որ բան ճակեց, առանց երաժշտության և արդյունքների։ Պարզապես լուրջ ճակ այնտեղ, որտեղ նախկինում հույս էր ապրում։ Իհարկե, ասացի ես, ջուրը կհերիքի։ Անին հետ ընկավ աթոռի թիկնակին, գո։ Մատուցողը գլխով արեց ու գրեթե վազելով հեռացավ։ Երևի ուրախ էր հեռանալ այդ ծանր լռությունից։ Անիի ծնողները կարծես ոչինչ չէին նկատել, նայում էին կողքերը, հիանում վայրի բացառիկությամբ։ Այդպես սկսվեց ընթրիքը, նրանց ընթրիքը։ Առջևս դրված էր ջրով բաժակս, թափանցիկ, սառը և նույնքան լուռ, որքան ես, ինչպես և նրանց ծրագրով պետք է լինեի։ Օմարները բերեցին 10 րոպե անց, 4 հսկայական, գոլորշիացող ափսեներ։ Կանաչիով ու կարագով բույրը լցրեց սեղանը։ Մատուցողը ամեն ինչ դասավորեց նրանց առաջ։ Անիի, Արմանի և նրա ծնողների, որոնք ինձ ոչ մի անգամ չասացին, ոչ բարև, ոչ էլ ոնց եք։ Կարծես ես չկայի, կամ էլ կահույքի մի մասն էի։ Անին առաջինը կոտրեց պատյանը, ճռճռոցը տարածվեց սառած սեղանի շուրջ։ Նա պոկեց սպիտակ կտորը, թաթախեց կարագի մեջ և դանդաղ մոտեցրեց բերանին, փակելով աչքերը, կարծես երկնային ինչ-որ բան էր փորձում։ Թատերական։ Նա միշտ ամեն ինչ անում էր այնպես, որ դա բեմական տեսք ունենա։ Հիասքանչ է, շշնջեց ու անձեռոցիկով սրբեց շուրթերը։ Նրա մայրը գլխով արեց։ Քաղաքի լավագույն ռեստորանը։ Անկասկած։ Նման նրբություն։ Արմանն էլ սկսեց ուտել։ Միայն ինչ չէր նայում, թաղվել էր ափսեի մեջ, կարծես դա աշխարհի ամենակարևոր գործն էր։ Վախքոտ, մտածեցի ես։ Որդիս, որին սովորեցրել էի քաջ լինել և պաշտպանել իրենը, վախքոտ դարձավ։ Ես նստած էի, ձեռքերս ծնկներին և նայում էի։ Ջրով բաժակը մնացել էր անձեռնմխելի։ Խմել չէի ուզում։ Խնդիրը ծարավը չէր, խնդիրը արժանապատվությունն էր։ Եվ ես հստակ զգացի, թե ինչպես են նրանք փորձում այն քամել ինձնից մինչև վերջ։ Անիի հայրը, արծաթագույն մազերով, ղեկավարի սավորություններով տղամարդը, վերջապես խոսեց, առանց ինձ նայելու։ Կարծես ես թեմա էի, այլ ոչ թե մարդ, 3 քայլ հեռավորության վրա։ Արման, ձեր մայրը շատ լուր է, նա միշտ է այդպիսին։ Արմանը ծամեց, պատասխանեց. Մաման միշտ էլ պարզ է եղել, համեստ, ուրիշ սերունդ է։ Համեստ, կրկնեց Անին։ Եվ այն, թե ինչպես նա արտասանեց այդ բառը, ուներ իր իմաստը։ Այո, շատ համեստ։ Ես ուզում էի պատասխանել, ուզում էի ասել, որ համեստը չի նշանակում անտեսանելի, իսկ պարզը հիմար, բայց զսպեցի ինձ։ Ներսումս ինչ-որ բան նորից հիշեցրեց. սպասիր, նայիր, թող իրանք ավելի խորը փորեն։ Իսկ հետո սկսվեցին բացահայտ հարվածները։ Անիի մայրը լցրեց իր համար ևս մի բաժակ սպիտակ գինի, շիշն արդեն կիսով չափ դատարկ էր, ու նայեց ինձ այնպիսի ժպտով, որում հոգատարության գրամ անգամ չկար։ Հիմա հեշտ ժամանակներ չեն ձեր տարիքի մարդկանց համար, Ելենա։ Թոշակները փոքր են, խնայողությունները չեն հերիքում։ Ցավալի է, որ ավագ սերնդին չեն սովորեցրել ինչպես հարկն է պլանավորել ապագան։ Ահա առաջին հարվածը։ Կարծես ընթացքի մեջ, բարյացական, բայց ըստ էության դիպուկ։ Դու բեռ ես։ Մաման հասցնում է, ասաց Արմանը, բայց ձայնը բարակ էր, անվստահ։ Կարծես ինքն էլ իրեն չէր հավատում։ Իհարկե, արագ ընդհատեց Անին, եւ ժպիտը էլ ավելի լայնացավ։ Ամեն մեկը գլուխ է պահում ինչպես կարող է, թեև գիտեք, ոմանք ավելի շատ հնարավորություններ ունեն։ Ծանր լռություն կախվեց։ Այն կարելի էր կտրել Օմարի համար նախատեսված նույն դանակով։ Անին որոշեց լռությունը լցնել, իր մասին իհարկե, իր կյանքի ձեռքբերումների մասին։ Մենք հենց նոր փակեցինք բնակարանի գործարքը, ասաց նա շրջվելով դեպի ծնողները։ 3 սենյականոց, 12-րդ հարկ, զբոսայգու տեսարանով, 17 միլիոն, բայց սա ներդրում է։ Անիի հայրը բարձրացրեց բաժակը հաջողության, ապագայի համար։ Բոլորը բարձրացրին, բացի ինձնից, իհարկե։ Ես ջրի բաժակ ունեի։ Այն կանգնած էր ու փայլում էր որպես թափանցիկ ծաղր։ Եվ ամենահրաշալին, շարունակում էր Անին, մենք վերջապես կունենենք այնպիսի տեղ, ինչպես երազում էինք, առանց պատահական հյուրերի, առանց հանկարծակի այցերի։ Չի ստիպի մտածել, թե ինչպես տեղավորել մեկին, ով սիրում է գալ առանց նախազգուշացման։ Նա նայում էր ուղիղ ինձ, ուղիղ աչքերիս մեջ, որպեսզի հասկանամ, թե ում համար էր այդ արտահայտությունը։ Արմանը հազաց, ցնցվեց։ Անի, դա ավելորդ է։ Ինչն է ավելորդ, քաղցր ընդհատեց նա։ Ես ուղղակի ուրախ եմ։ Դրա հետ կապված խնդիր կա։ Ոչ մի, մրմնջաց նա եւ նորից իջեցրեց հայացքը ափսեի մեջ։
Եվ այդ ժամանակ ես վերջնականապես հասկացա. նա ոչ միայն վախենում է, նա հանցագից է։ Ընտրությունը վաղուց կատարված է, եւ ես այդ ընտրության մեջ չկամ։ Մատուցողը մոտեցավ, հավաքեց ափսեները։ Ինձ վրա կարճ հայացք գցեց։ Երևի դեռ չէր հասկանում, թե ինչու եմ նստած առանց պատվերի։ Նա երևի իր հերթափոխի ընթացքում շատ բան է տեսել, բայց սա նրա կյանքի ամենաանհարմար տեսարանների թոփնգյակում է։ Աղանդեր գուզեք, հարթ հարցրեց նա։ Իհարկե, Անին նույնիսկ ոչ մեկին խոսք չտվեց։ Բերեք ձեր լավագույն տարբերակը 4-ի համար։ Նորից 4-ի, ոչ թե 5-ի։ Կարծես ես դատարկաթոր լինեմ։ Մատուցողը գլխով արեց ու հեռացավ։ Ես այդպես էլ նստած էի։ Կարծես ինձ ջնջել էին կադրից, բայց աթոռը մոռացել էին տանել։ Անիի մայրը առաջ թեքվեց դեպի ինձ, հետաքրքրությամբ թեքվեց, կարծես թանգարանի ցուցանմուշի։ Ելենա, իսկ դուք հիմա ինչով եք զբաղվում, թե արդեն թոշակի եք անցել։ Թակարդը թափանցիկ էր։ Ասես թոշակի ես, կհաստատես նրանց պատկերը անպետք ծերության մասին։ Ասես աշխատում ես, նրանք կծիծաղեն թե կոնկրետ ինչով։ Ես բացեցի բերանս, բայց Անին կանխեց։ Ելենան շատ բաներով է զբաղվել։ Մաքրություն, խոհանոց, նման բաներ։ Ազնիվ աշխատանք։ Վերջինը նա արտասանեց այնպես, որ ազնիվ բառը հնչեց որպես ցածր։ Աշխատանքը պետք է հարգել, ուսուցչի տեսքով ավելացրեց հայրը։ Թեև իհարկե մենք ճանաչել ենք, որ Անին բոլոր հնարավորություններն ունենա, որպեսզի նրան չստիպենք դրա միջով անցնել։ Ես գլխով արեցի, միայն գլխով արեցի։ Նրանց յուրաքանչյուր խոսքը եւս մեկ պատճառ էր լռելու։ Թող խոսեն, թող իրենց համար ավելի բարձր պատվանդան կառուցեն։ Ավելի ցավոտ կլինի ընկնելը։ Արմանը վերջապես բարձրացրեց աչքերը դեպի ինձ։ Միակնթարթ նրանց մեջ ինչ-որ կենթանի բան փայլատակեց, մեղք, ամոթ, եւ անմիջապես մարեց։ Մամ, կարքին ես, շշուկով հարցրեց նա, դու շատ լուր ես։ Կարքին եմ, ասացի հանգիստ, ես ուղղակի նայում եմ։ Անին կարճ քմծիծաղ տվեց։ Նայում է, պատմեց նա մորը, ես ասում էի, նա միշտ էլ լուր է։ Բերեցին աղանդերները, 4 կոկիկ ափսեներ, ոսկյա փշուրներով տիրամիսուով։ Իհարկե, նույնիսկ աղանդերը պետք է փայլի։ Նրանք ուտում էին նույն ախորժակով, ինչ օմարները։ Ինձ ոչ ոք ոչ սուրճ առաջարկեց, ոչ թեյ, եւ դա նույնիսկ հարմար էր։ Ես ոչ մի կում էլ չէի ուզում։ Ես ուզում էի հիշել ամեն ինչ, ինչպես է փայլում կրեմը գդալի վրա, ինչպես է պատարակախը զնգում ճենապակու վրա, ինչպես է հալվում սառույցը բաժակիս մեջ։ Անիի հայրը գրպանից հանեց ծխախոտատուփը, կողքից նայեց մատուցողին։ Նա լուր բերեց մոխրամանը դեպի պատշգամբ։ Այնտեղ նրանք պատրաստվում էին գնալ հաշիվը փակելուց հետո։ Արման, ասաց նա, դու նայում ես բարձրացմանը, սա տարածաշրջանային մակարդակի պատասխանատվությունն է։ Այո, ուղղվեց նա, տարածաշրջանային տնօրեն։ Տպավորիչ է, Անիի հայրը գործի դրեց իր կարևորությունը։ Ահա թե ինչ է նշանակում հաջող ամուսնանալ։ Կապերը դռներ են։ Իմ եղբայրը խոսք ունի այդ ընկերությունում։ Մեկ խոսքս եւ տեղը քոնն է։ Ահա ճշմարտությունը, ասված ումպերի ու ժպիտների արանքում։ Ոչ աշխատանքը, ոչ նախագծերի վրա անցկացրած գիշերները։ Ճիշտ ազգանունը, կապերը։ Մենք շատ շնորհակալ ենք, ասաց Անին, եւ ափը դրեց Արմանի ձեռքին։ Ընտանիքը գլխավորն է, երբ կողքին ճիշտ մարդիկ են, ամեն ինչ ստացվում է։ Եվ նորից հայացքը ուղիղ ինձ։ Ուղերձը թափանցիկ էր։ Ես անպետք մարդ եմ, ես անցյալն եմ, նա ապագան է։ Անիի մայրը աշխուժացավ։ Կարևոր է նաև սահմաններ դնելը, արտասանեց նա, կարծես հոգեբանական գրքից մեջ բերելով, հատկապես այնտեղ, որտեղ ինչ-որ մեկը կարող է բեռ դառնալ։ Չի կարելի թույլ տալ զգացմունքներին արգելակել առաջընթացը։ Հենց այդպես, գլխով արեց Անին եւ սեղմեց Արմանի մատները։ Դրա համար մենք որոշեցինք որոշ բաներ փոխել։ Մեր եւ նա կիսատ թողեց խոսքը եւ ավելի լայն ժպտաց։ Հանգստության համար։ Ես բարձրացրեցի աչքերս։ Ինչ եք որոշել, հարցրեցի։ Սա իմ առաջին լիարժեք նախադասությունն էր լավ 20 րոպեի ընթացքում։ Անին զարմացավ, կարծես մոռացել էր, որ ես կարողանում եմ խոսել։ Քանի որ դուք հարցնում եք, Ելենա, մենք եկանք այն եզրակացության, որ մեր կյանքում պետք է ավելի քիչ քաոս, ավելի քիչ անկանխատեսելիություն, ավելի քիչ ոչ ճիշտ մարդիկ, ոչ ճիշտ ժամանակին։ Նա խոսում էր մեղմ, արտաշնչելով, կարծես եղանակի մասին, իսկ իմ ներսում ամեն ինչ ձգվում էր հանգույցի մեջ, եւ այնուամենայնիվ ես լռում էի, որովհետև գիտեի գլխավորը առջևում է։ Նրանց թվում էր, թե իրենք են կառավարում բեմը։ Մատուցողը նորից մոտեցավ, կաշվե պանակը մեկնեց Արմանին։ Նա անցողակի նայեց, չծամածրվեց, հանեց քարտը։ 100, մրմնջաց նա։ Նորմալ է 5 հոգու համար։ 5-ի։ Հաշվի մեջ ես հաշված էի որպես դատարկաթոր եւ ջրի բաժակ։ Նրանք վճարեցին իմ լռության, իմ անտեսանելիության համար։ Անին շտկեց շրթներ կհայելու մեջ։ Ծնողները կես ձայնով քննարկում էին Եվրոպա մեկնելը 1 ամսից։ Ամեն ինչ այնպես էր երևում, կարծես երեկոն հաջող էր, կարծես ոչինչ առանձնահատուկ չէր պատահել,
Կարծես չէր եղել ինձ Օմարի պատյանների ճռճռոցի տակ տրորելու փորձ։ Ես նստած էի չշարժվելով եւ հիշում էի յուրաքանչյուր շարժում, յուրաքանչյուր հնչերանգ, նրանց սահմանած յուրաքանչյուր սահման։ Իսկ առջևում նրանց սպասում էր եւս մեկ խոսակցություն, ամենակարևորը, ինչպես իրենց էր թվում, այն մասին, թե ում եւ ուր կարելի է, ով է արժանի, իսկ ով ոչ։ Եվ այնտեղ այդ տեղում ես որոշեցի այլևս չվրիպել։ Անի մայրը իր համար գինի լցրեց եւ նայեց ինձ այնպես, կարծես հիմա կարելի է անցնել գլխավորին։ Ելենա, սկսեց նա մեղմորեն, մենք բոլորս ուզում ենք միայն լավագույնը, ընտանիքի համար, երեխայի համար, Կիրայի համար, ճշտեց Անին եւ ափը դրեց Արմանի ձեռքի վրա։ Մենք որոշեցինք, որ նրա համար ավելի օգտակար է ժամանակ անցկացնել մարդկանց հետ, որոնք կարող են տալ դե ավելին, որակյալ շփում, զարգացնող միջավայր։ Հասկանում եք։ Հասկանում էի։ Նա խոսում էր առանց տատիկի։ Պարզ է, ասացի ես հանգիստ։ Ինչ էլ կա։ Անին նայեց ծնողներին, կարծես նրանցից թույլտվություն էր ստանում։ Եվ սպասման մասին շարունակեց։ Մենք Արմանի հետ ապրում ենք որոշակի մակարդակի վրա։ Դա պահանջում է պահպանել նշաձողը։ Անկեղծ ասած, ձեր հայտնվելը երբեմն անհարմար է։ Անհարմար, հարցրեցի ես, եւ ձայնս միևնույնն է հարթնչեց։ Մի նեղացեք, խառնվեց մայրը այդ նույն քաղցր տոնով։ Անցյալ տարի Կիրայի ծննդյան օրը ձեր զգեստը ոչ երիտասարդական էր, իսկ սուպերմարկետի տորթը հյուրերին բացատրելը դժվար է։ Ոմանք նույնիսկ ձեզ օգնականի տեղ դրեցին։ Մենք դժվար վիճակում հայտնվեցինք։ Տորթը ելակով էր։ Ես աշխատում էի հավելյալ հերթափոխով, որպեսի հենց այն գնեմ։ Կիրան սիրում է ելակ։ Զգեստը այն նույն մոխրագույնն էր, լավագույնը, որ ունեմ, եւ միևնույնն է անհարմար է։ Իսկ ինչ եք ուզում, հարցրեցի ես։ Անին քեքվեց ավելի մոտ, որպեսի հեռու մնամ։ Գոնե հրապարակային միջոցառումների ժամանակ, երբ շուրջդ կարևոր մարդիկ են։ Մենք չենք ուզում, որ ոմանք սխալ եզրակացություններ անեն։ Որ Արմանը աղքատ ընտանիքից է, հուշեցի ես։ Անին ավելի լայն ժպտաց։ Դուք ինքներդ ամեն ինչ հասկանում եք։ Արմանը փորձեց միջամտել անվստահորեն։ Մամա, սրտին մի ընդունիր։ Պարզապես հիմա ուրիշ ժամանակ է։ Պետք է մտածել ապագայի մասին, Կիրայի մասին։ Այն մասին, որ դու չունենաս աղքատ մայր, որը փչացնում է պատկերը, ասացի ես։ Ճիշտ է։ Նա իջեցրեց աչքերը, լռեց։ Անիի հայրը մեղմ թաքեց մատներով սեղանին, կարծես կետ էր դնում։ Եկեք առանց դրամաների, ոչ ոք ձեզ չի վռնում։ Խոսքը նրա մասին է, որ դուք ճիշտ հասկանաք ձեր դիրքը նոր ընտանիքան համակարգում։ Ձեր դիրքը։ Խոսքերը հնչեցին սառը, ինչպես կանոնով գծված։ Անին ետ ընկավ աթոռի թիկնակին։ Եկեք անկեղծ լինենք, Ելենա, ինչ կարող եք դուք առաջարկել։ Արմանը արդեն ոտքի էր կանգնել։ Կիրային մենք ամեն ինչ կտանք, խմբակներ, մասնավոր մանկապարտեզ, հետո լավ դպրոց։ Դուք չունեք ռեսուրսներ, կարգավիճակ, կապեր։ Ես ունեմ սեր, ասացի ես ոչ բարձրաձայն։ Նա կարճ ծիծաղեց։ Սերը մասնավոր դպրոցների համար չի վճարում։ Սերը դռներ չի բացում։ Սերը ինձ տեղ չի տալիս անհրաժեշտ սեղանի շուրջ։ Զվարճալի է։ Ես հենց նոր նստած էի նրանց սեղանի շուրջ, առանց ափսեի, առանց ձայնի իրավունքի, ջրի բաժակով եւ անվերջանալի նվաստացմամբ, մատուցված որպես օրվա ուտեստ։ Անին նայեց սրահին, գոհ իրենից։ Սա քաղաքի լավագույն ռեստորանն է, որակը այստեղ յուրահատուկ է։ Հասկանալի է, որ այն յուրաքանչյուր բյուջեի համար չէ։ Նրա հայրը հասկացողաբար գլխով արեց, մայրը ժպտաց, աջակցելով։ Արմանը լռում էր, դեմքին ինչ-որ մոխրագույն կնճռոտ արտահայտություն կար, բայց նա միևնույնն է լռում էր։ Հասկացա, ասացի ես, նշանակում է սահմանները դուք գցեցիք, Կիրային նրանց մոտ, ովքեր ձեր կարծիքով ավելին են տալիս, տոները առանց ինձ, երևալ միայն այնպես, որ պատկերը չփչացնեմ, դուք այդպես եք տեսնում, հենց այդպես, մեղմորեն ամփոփեց Անին, այդպես բոլորի համար ավելի հեշտ ու հանգիստ կլինի։ Ես գլխով արեցի, հիշեցի յուրաքանչյուր խոսք, թե ինչպես էին նրանք կառուցում իրենց ճիշտ նախադասությունները, ինչպես էին կոկիկ գծում իմ շուրջը գիծը։ Լավ, ասացի ես, թող լինի այնպես, ինչպես դուք եք ուզում։ Անին կարծես արտաշնչեց, հաղթանակը գրանցված է։ Մայրը սեղանից վերցրեց անձեռոցիկը, հայրը ոտքի ելավ, շտկեց պիջակը։ Արմանը հապաղեց, բայց նույնպես վեր կացավ։ Մենք կգնանք, ասաց Անին։ Վաղը ժամը 9-ին դիզայներ կա, օրը պլանավորված է։ Ես մնացի նստած, ձեռքերս ծնկներին, ջրի բաժակը նույնն էր, սառույցի մնացուկով։ Մամ, Արմանը թեքվեց դեպի ինձ։ Գնացինք, մեզ մեքենան է սպասում։ Մի րոպե, պատասխանեցի հանգիստ։
Ես կանցնեմ կանանց սենյակ։ Անին աչքերը գլորեց։ Միայն պայուսակդ վերցրու, կհանդիպենք մուտքի մոտ։ Նրանք շարժվեցին դեպի ելքը, քննարկելով թե ում առաջինը տանեն, նրա ծնողներին։ Ես դանդաղ բարձրացա, վերցրեցի իմ պարզ կտորե պայուսակը եւ գնացի ոչ թե դեպի հայելիներն ու ծորակը։ Ես գնացի այնտեղ, որտեղ կաթսաներ են աղմկում, դանակներ են զնգում եւ լսվում է կարճ այո շեֆ։ Խորքը, այնտեղ որտեղ իմ քայլվածքը ականջով են ճանաչում, որովհետև պատասխանը ես պատրաստվում էի տալ, բայց ոչ սրահում եւ ոչ այն տոնով, որին նրանք սպասում էին։ Խոհանոցը դիմավորեց շողով ու աղմուկով, թավաները չրճռում էին։ Ինչ որ մեկը դանակով թակում էր, ինչ որ մեկը կարճ պատասխանում էր՝ կա։ Իմ տունը, իմ տարածքը։ Այստեղ ինձ ճանաչում են քայլերից։ Կարենը բարձրահասակ, սև մազերը սահուն հետ սանրած, սպիտակ համազգեստով, առանց մի փշուրի, նկատեց ինձ առաջինը։ Դեմքը անմիջապես տաքացավ։ Ելենա, ասաց ոչ բարձրաձայն եւ մոտեցավ, որ ուրիշները չլսեն։ Տեսա ձեզ 22-րդ սեղանի մոտ, ուզում էի դուրս գալ բարևելու, բայց հասկացա, որ ինչ որ բան այն չէ։ Ամեն ինչ կարգին է։ Ես ժպտացի։ Փոքրիկ, իսկական ժպիտ, առաջինը երեկոյի ընթացքում։ Ամեն ինչ հրաշալի է, Կարեն, անգամ ավելի լավ, քան կարելի է պատկերացնել։ Նա աչքը գցեց սրահի կողմը, տեսա, որ առանց պատվերի եք նստած, միայն ջուր։ Այդ մարդիկ, սա ընտանիք է, պատասխանեցի ես, եւ այսօր նրանք ինձ լավագույն նվերն են մատուցել։ Ինչ նվեր, բարձություն։ Նա գլխով արեց, միջև վերջ չհասկացավ, բայց ընդունեց։ 10 տարում սովորել է։ Ես կտրուկ քայլեր առանց պատճառի չեմ անում։ Ինչ պետք է անել, հարցրեց նա։ Մի քանի րոպեից ես կվերադառնամ սեղան, ասացի հանգիստ։ Դուրս եկեք խոհանոցից եւ դիմեք ինձ այնպես, ինչպես միշտ եք դիմում, հստակ, որ բոլորը լսեն։ Կարենի աչքերը փայլեցին։ Ելենա, հենց այդպես, գլխով արեցի ես։ Նա ավելի լայն ժպտաց։ Սիրով, իդեպ Արմանին ես մի անգամ հանդիպել եմ, վաղուց, եկավ նայեց սրահին, ինչ որ թթու նայեց, էլ չերևաց։ Գիտեմ, ասացի ես, կարևոր չէ, հասկացա, պատասխանեց Կարենը։ Կսպասեմ ձեր նշանին։ Ես դուրս եկա հետ, սրահ։ Օդը ավելի զով թվաց։ 22-րդ սեղանը արդեն նորից էին հավաքել։ Մաքուր բաժակներ, սպիտակ սփռոց, հավասար սարքավորումներ։ Կարծես չլինեին ոչ ջուրը, ոչ սահմանները, ոչ յուրաքանչյուր բյուջեի համար չեն, բայց ես հիշում էի յուրաքանչյուր վայրկյանը։ Ես հայացքով շրջեցի սրահը, տաք լույս, ձայների հավասար շշուկ։ Դաշնամուրը հանգիստ հոսում էր բարձրախոսներից։ Այս ամենը իմ ձեռքերով, իմ տարիներով, իմ նյարդերով։ Ես գիտեի ժամանակն է զբաղեցնել իմ տեղը, ոչ թե անկյունում, այլ կենտրոնում։ Գլխավոր մուտքից սովություն փչեց։ Ես դուրս եկա փողոց, պատշգամբի մոտ սև մեքենա կար։ Կայանողը բռնել էր դուռը, Անին ինչ որ բան էր բացատրում նրան արագ ցուցումներով։ Արմանը ինձ առաջինը նկատեց։ Անհարմար թափահարեց ձեռքը։ Դե ինչ, մամա, ասաց նա։ Շնորհակալություն, որ եկար։ Օգտակար երեկո։ Շատ ուսուցողական, ավելացրեց Անին։ Ժպիտը հավասար, հարթ։ Խուսով եմ ամեն ինչ հասկացաք, ձեր սահմանները։ Հասկացա, պատասխանեցի ես։ Հարցս մեկն է, դուք ձերինը հասկացաք։ Անին հոնքերը կիտեց։ Ներողություն։ Ոչինչ, ասացի ես, մտքերս բարձրաձայն։ Անիի հայրը արդեն բացել էր կնոջ դուռը։ Ցուցադրաբար նայեց ժամացույցին։ Մեզ ժամանակն է, վաղը ենք արթնանալու։ Մի վարքյան, ասացի ես։ Մի փոքր ճշգրտում կա, մի րոպեով ներս մտնենք։ Հիմա, բարկացավ Անին։ Ելենա, դուք լուրջ եք։ Միայն թե ոչ մի տեսարան։ Ոչ մի տեսարան, ասացի ես։ Ես շրջվեցի դեպի դռները։ Պարզապես ճշգրտում։ Ես կսպասեմ սեղանի մոտ։ Ես չսպասեցի նրանց համաձայնությանը, շրջվեցի եւ գնացի հետ։ Գիտեի հետաքրքրասիրությունը նրանց կբերի։ Եվ չսխալվեցի։ Քայլեր, շշնջոց, Անիի նյարդային հառաչանքը։ Նրա հորչոր շտապենքը։ Ես կամառա 22-րդ սեղանի մոտ։ Արմանը մոտեցավ առաջինը։ Դեմքը լարված է։ Մամ, դու մեզ ամոթահար ես անում, շշնջաց նա։ Գնանք այստեղից։ Ամոթ, հանգիստ կրկնեցի ես։ Հետաքրքիր բառ է։ Իսկ ինչ ես կարծում, ես ինչ էի զգում 2 ժամ առաջ։ Նա բացեց բերանը, բայց Անին ընդհատեց։ Ելենա, բավական է, արդեն ձանձրալի է։ Եթե ուզում եք խաղալ զոհի դերը, արեք դա տանը։ Հարևան սեղանների մարդիկ շրջվեցին։ Մատուցողը, որ մեզ սպասարկում էր, կանգ առավ մի քանի քայլ հեռու եւ սառեց, ինչպես փորձի ժամանակ։ Դա երկար չի տևի, ասացի ես։ Ես պարզապես ուզում եմ, որ մենք միանման հասկանանք, թե այստեղ ինչ է տեղի ունեցել։ Տեղի է ունեցել ընտանեկան ընթրիք, որտեղ դրվել են անհրաժեշտ շրջանակներ, ասաց Անին։ Եվ վերջ, շրջանակներ, գլխով արեցի ես։ Լավ, ուրեմն նշենք եւս մեկը։ Խոհանոցի պատուհանից հանգիստ բացվեց փեղկը եւ շեմին,
ուղղվելով աշխատանքային այն նույն հանգստությամբ հայտնվեց Կարենը։ Նա դուրս եկավ խոհանոցից հավասար քայլվածքով։ Համազգեստը ինչպես ձյունը, դեմքը աշխատանքային, հավաքված։ Նա կանգ առավ իմ կողքին եւ արտասանեց բավականին բարձր, որպեսզի լսեն մոտակա սեղանները։ Տիկին Ելենա, ներողություն, որ շեղում եմ։ Գրասենյակում փաստաթղթերի հետ կապված հարց կա։ Նախքան գնալը ձեր որոշումն է հարկավոր։ Նայեք, խնդրում եմ։ Սրահում ավելի լուր դարձավ։ Կարծես ինչ որ մեկը իջեցրել էր ձայնը։ Արմանը աչքերը թարթեց։ Ում? Ինչպես դուք նրան անվանեցիք։ Կարենը գլուխը շրջեց դեպի նա, հարգալից, առանց կասկածի նշույլի։ Տիկին Ելենա, այս հաստատության սեփականատերը։ Անին բացեց բերանը, խոսքեր չգտնվեցին։ Հայրը մի քայլ ետ նահանջեց, մայրը ափով փակեց շուրթերը։ Մատուցողը, որ մեզ սպասարկում էր, սառեց սկուտեղը ձեռքին։ Էլ ինչ սեփականատեր, դուրս մղեց Անին։ Սա կատակ է։ Ոչ մի կատակ, հանգիստ ասաց Կարենը։ Մարդ, ով վճարում է իմ աշխատավարձը արդեն 10 տարի։ Մարդ, ով կառուցել է այս ռեստորանը եւ դարձրել այն այնպիսին, ինչպիսին դուք տեսնում եք։ Արմանը հայացքը հառել էր ինձ, կարծես առաջին անգամ էր տեսնում։ Մամա, սա ճիշտ է։ Ճիշտ է, պատասխանեցի ես։ Բայց դու չէ որ ասում էիր, նա կմկմաց, որ աշխատել ես ռեստորաններում որպես մատուցող, խոհանոցում։ Ասում էի, գլխով արեցի ես, եւ աշխատել եմ որպես մատուցող եւ որպես խոհարար, եւ սովորել եմ ընթացքում, եւ կուտակել եմ, եւ բացել եմ իմ սեփականը 10 տարի առաջ այս վայրը։ Անին փորձեց ծիծաղել, բայց ծիծաղը չոր ստացվեց։ Անհնար է, ինչպես, ինչ միջոցներով։ Իմ աշխատանքով, ասացի ես հավասար, յուրաքանչյուր տնտեսված կոպեկով, համբերությամբ, այն նույն համեստությամբ, որի վրա դուք նոր ծիծաղում էիք։ Խոհանոցից դուրս նայեցին երկու խոհարարներ, լռեցին։ Հարևան սեղանների պատարակաղները դադարեցին զնգալ։ Ինչ որ մեկը ձևացրեց, թե նայում է հեռախոսին, բայց լսում էր մեզ։ Անիի հայրը հավաքվեց եւ սկսեց խոսել գործնական մարդու տոնով։ Եթե դուք այդքան հաջողակ եք, ինչու եք դա գաղտնի պահում, ինչու այս ամբողջ ներկայացումը։ Որովհետև ուզում էի հասկանալ, թե ով է իմ որդին առանց իմ փողերի, պատասխանեցի ես եւ նայեցի Արմանին։ Արդյոք նա սիրում է ինձ որպես մայր, այլ ոչ թե որպես դրամաբանակ։ Ուզում էի տեսնել նրա ընտրությունը։ Այսօր տեսա։ Արմանը գունատվեց։ Ես չգիտեի։ Եթե ես իմանայի, չգիտեիր, կրկնեցի ես։ Բայց եւ պետք էլ չէր իմանալ, որպեսզի իմ առջև չդնեիր ջրի բաժակը եւ չասեիր՝ իմացիր քո տեղը։ Անին դեր գունատ կտրուկ փոխեց տոնը։ Մեղմ, քաղցր։ Ելենա, երևի թյուրիմացություն է ստացվել։ Մենք միմյանց սխալ ենք հասկացել։ Եկեք քննարկենք դա հանգիստ, առանց հանդիսատեսի։ Մի վերաշարադրեք նույն երեկոն, ասացի ես։ 20 րոպե առաջ դուք ամեն ինչ շատ ճիշտ էիք հասկանում, պարզապես կարծում էիք, որ խոսում եք ճիշտ մարդու հետ։ Կարենը մի փոքր թեքվեց դեպի ինձ։ Տիկին Ելենա, կանչեմ անվտանգությանը, եթե նրանք ձեզ խանգարում են։ Պետք չէ, ես գլխով արեցի։ Սա ընտանիք է, թե այն ինչ մնացել է նրանից։ Արմանը մեկ քայլ արեց դեպի ինձ։ Մամ, խնդրում եմ թույլ տուր բացատրել։ Բացատրելու եք ոչ թե ինձ, ասեցի ես, նախ ինքներդ ձեզ։ Սրահում նորից շատ լուր դարձավ, անգամ դաշնամուրը թվաց ավելի հանգիստ։ Ես ափը դրեցի իմ աթոռի թիկնակին, մատներիս տակ զգացի հարթ փայտը, իմը, շունչ քաշեցի։ Լավ, արտասանեցի ես։ Քանի որ դուք այնքան շատ եք սիրում սահմաններ, եկեք սկսենք մեկ պարզ բանից։ Եվ այդ խոսքերի վրա խոհանոցի դռները բացվեցին ավելի լայն։ Դուրս եկան եւս երկուսը իմ թիմից, խոհարարն ու մատուցողների ավագը։ Նրանք կանգ առան կես քայլ Կարենի հետև, հանգիստ, բայց տեսանելի սրահի համար։ Բարի երեկո, տիկին Ելենա, ասաց մատուցողների ավագը։ Վաղվա ձկան մատակարարման համար գրասենյակում սպասում են ստորագրության, ինչպես կհրամայեք։ Մոտակայքում ինչ որ մեկը դադարեց ծամել, հարևան սեղանի մոտ լռեց պատարակաղը, օդը դարձավ խիտ։ Անին փորձում էր պահել դեմքը, բայց ձայնը դողաց։ Եթե սա ճիշտ է, ինչու էիք ամեն ինչ թաքցնում, ինչու էիք ապրում այսքան համեստ։ Որովհետև այդպես ես ապրում եմ հանգիստ, պատասխանեցի ես։ Ես ոչ ոքի ոչինչ չեմ ապացուցում պայուսակներով եւ մեքենաներով։ Ես աշխատում եմ եւ ընտրում եմ պարզը։ Սա իմ ընտրությունն է։ Իսկ Կիրայի ծննդյան օրվա խանութի տորթը միջամտեց նրա մայրը։ Ինչու, եթե կարող էիք պատվիրել, ինչպես հարկն է։ Որովհետև Կիրան սիրում է ելակ, ասացի ես, իսկ ամենաթարմ ելակը այդ օրը հենց այնտեղ էր։ Ես գնում էի ոչ թե ցուցանակ, ես գնում էի երեխայի ուրախությունը։ Արմանը մեկ քայլ ավելի մոտեցավ։ Մամ, ներիր ինձ, ես չեմ հասկանում ինչպես ես հասա սրան։ Դու ամեն ինչ հասկանում էիր, ասացի ես հանգիստ, պարզապես քեզ այդպես ավելի հարմար էր։
Անին բռնեց նրա ձեռքը։ Ելենա, եկեք հիմա չանենք։ Եկեք գրասենյակում։ Մենք բոլորս հոգնած ենք։ Հոգնել եմ ես, ասացի ես, ձեր շրջանակներից ու ակնարկներից։ Գրասենյակում մենք ոչինչ չենք ուղի։ Այստեղ բավարար է։ Անիի հայրը փորձեց վերադարձնել վստահությունը։ Իրավիճակը տարօրինակ ստացվեց, բայց մենք բանական մարդիկ ենք։ Եկեք ընդհանուր լեզու գտնենք։ Ինչու կազմակերպել ներկայացում կողքինների մոտ։ Ներկայացումը մինչև սա էր, պատասխանեցի ես, երբ ինձ նստեցրին սեղանի շուրջ առանց ուտելիքի եւ ղեկավարեցին։ Հիմա պարզապես փաստեր են։ Կարենը կանգնած էր կողքին, չէր միջամտում։ Իմ տղաներն էլ։ Նրանց ներկայությունը պարիսպի նման էր, չէր ճնշում, բայց պահում էր սահմանը։ Ես առաջին անգամ երեկոյի ընթացքում զգացի հենարան օդքերիս տակ, իսկական։ Արմանը շշնջաց. «Մամ, ես ամեն ինչ կուղեմ, միայն ասա ինչպես։ Ասա դա ոչ թե ինձ», նայեցի ես նրան։ «Ասա դա քեզ, եւ արա այնպես, որ ես դա տեսնեմ, ոչ թե խոսքերով, այլ գործերով»։ Անին սեղմեց շուրթերը։ «Դուք չէ որ հասկանում եք, որ մենք ոչ մի վատ բան չէինք ուզում։ Մենք մտածում էինք Կիրայի, նրա շրջապատի, հնարավորությունների մասին։ Դուք մտածում էիք ֆասադի մասին», ասացի ես, որպեսզի պատկերը լինի մաքուր, առանց պարզ մարդկանց։ Նա աչքերը թեքեց։ Մայրը ավելի հաճախ սկսեց շնչել։ Հայրը նորից նայեց ժամացույցին, կարծես կարող էր ժամանակը ետ պտտել։ «Լավ», ասացի ես հավասար։ «Դուք սիրում եք խոսել կարգավիճակի մասին։ Եկեք ճշտենք, թե ինչ է դա իրականում»։ Ես գլխով արեցի Կարենին։ Նա հասկացավ առանց խոսքերի, ետ քաշվեց մեկ քայլ։ Սրահը նորից լռեց։ Մի քանի հյուրեր շրջեցին գլուխները։ Ինչ-որ մեկը պատուհանի մոտ, ինչ-որ մեկը անկյունում։ Ծանոթ դեմքեր, այս քաղաքի հարգարժան մարդիկ։ Կարգավիճակ, կրկնեցի ես։ Սա կոստյում չէ եւ ոչ էլ չեք։ Սա այն է, թե ինչպես ես դու խոսում նրա հետ, ումից քեզ ինչպես քեզ թվում է, ոչինչ պետք չէ։ Ես դադար տվեցի, ծանր հանգիստ, եւ տեսա, թե ինչպես Անիի ձեռքի մատները դողացին Արմանի ձեռքի վրա։ Եվ քանի որ մենք կարգավիճակի մասին ենք, ավելացրեցի ես, հիմա ես ձեզ կասեմ մի քանի օրինակ։ Նրանք այս սեղանի շուրջ են, այս սրահում, եւ նրանք հիանալի գիտեն իմ անունը։ Ես հայացքս տեղափոխեցի պատուհանի կողմը, եւ հենց այդ պահին դուռը բացվեց գիշերային հյուրի համար, որին մեր քաղաքում ճանաչում են առանց ներկայացման։ Դռներում երևաց մուգ վերարկով մի մարդ։ Նրան քաղաքում ճանաչում են առանց սպիտակների, քաղաքապետը։ Նա անցնում էր արդեն իր պատուհանի մոտ գտնվող սեղանի կողմը, բայց նկատելով ինձ մի փոքր գլխով արեց։ «Բարի երեկո, տիկին Ելենա»։ «Բարի երեկո», պատասխանեցի ես նույնքան հանգիստ։ Անին կառչեց Արմանի արմունկից։ Նրա մայրը բարձրացավ ոտքերի ծայրերին։ Հայրը երկարացրեց պարանոցը։ Պատուհանի մոտ ես տեսա ծանոթ մի կնոջ, Մարսային դատավորի։ Նա եւս գլխով արեց ինձ հերվից։ Աջ կողմում գտնվող մեծ սեղանի շուրջ նստած էին խոշորագույն հոլդինգի մարդիկ։ Ես գիտեի նրանց անունները։ Այս ամենը սովորական երեկո է իմ սրահում, ոչ մի ցուցադրականություն։ Պարզապես աշխատանք, որը ես անում եմ 10 տարի։ Դուք սիրում եք կարգավիճակ բառը, ասացի ես հանգիստ, բայց այնպես, որ նրանք լսեն։ Այսպիսով կարգավիճակը չեք չէ եւ ոչ էլ պիտակ։ Սա այն է, թե ինչպես ես դու խոսում նրա հետ, ումից քեզ ինչպես թվում է ոչինչ պետք չէ։ Այս չափանիշով դուք այսօր աղքատ եք։ Անիի մայրը ցնցվեց, հայրը սեղմեց շուրթերը։ Անին փորձեց շպտալ, բայց ստացվեց ցնցումով։ Եվ էլի մի բան, շարունակեցի ես դռների մասին։ Այդ նույն ընկերության գլխավոր տնօրենը ճաշում է այստեղ ուրբաթ օրերին, 6-րդ տարին։ Մեկ զանգը բավարար է, որպեսզի Արմանին տան տարածաշրջանային տնօրենի պաշտոն։ Ես այդ զանգը չեմ արել, որովհետև նա պետք է կարողանա վաստակել ինքնուրույն, ինչպես ես։ Արմանը բարձրացրեց գլուխը, ձայնը խզվեց։ «Մամ, ներիր, ես վախկոտ էի։ Ես ընտրեցի լռությունը, երբ պետք էր կանգնել։ Ես ամեն ինչ կուղիմ։ Խնդիրը նրանում չէ, որ դու չգիտեիր փողերի մասին, ասացի ես։ Խնդիրը նրանում է, որ դու նորմալ էիր համարում սեփական մորը նստեցնել սեղանի շուրջ առանց ընթրիքի։ Սա չի բուժվում կուղեմ մեկ նախադասությամբ։ Անին շտապ քայլ արեց առաջ։ «Ելենա, խնդրում եմ, եկեք չքանդենք ընտանիքը։ Մտածեք Կիրայի մասին, նա ձեզ սիրում է»։ «Մի հպվեք Կիրային որպես փաստարկ», պատասխանեցի ես։ Ես սիրում եմ նրան նույնպես, բայց ես թույլ չեմ տա նրան մեծանալ այն տեսով, որ նվաստացումը սահման է։ Ուզում եք, որ ես լինեմ նրա կյանքում։ Ցույց տվեք, որ դուք կարողանում եք հարգել մարդկանց, որոնք ինչպես ձեզ թվում է, ոչինչ չունեն։ Եվ ոչ թե խոսքերով, այլ գործով, ժամանակը դա ցույց կտա։ Ինչքան ժամանակ, շշնջաց Արմանը։ Ինչքան պետք լինի, ասացի ես։ 1 ամիս, կես տարի կամ գուցե երբեք, դա կախված չէ ինձանից։ Անիի հայրը ուղեց ուսերը, փորձելով վերադարձնել կշիռը։
Նախազգուշացնում եմ, եթե դուք փորձեք մեզ հետագայում վարկաբեկել, մենք կդիմենք իրավաբանների։ Մենք պատշաճ մարդիկ ենք, հրապարակային տեսարաններ մեզ պետք չեն։ Հրապարակային տեսարանը այն ժամանակ էր, երբ դուք ինձ հրաժարվեցիք կերակրելուց, ասացի ես։ Իսկ վարկաբեկման մասին սրահում տեսախցիկներ կան, եւ ձայնն էլ է ձայնագրվում։ Պիտակները մուտքի մոտ տեսել եք։ Ես չեմ պատրաստվում ոչ միտեղ դա հրապարակել։ Բայց եթե դուք սկսեք սպառնալ կամ ստել, ձայնագրությունը կդառնա հրապարակային։ Իսկ ցանցը չի սիրում նրանց, ովքեր կերակրում են բոլորին սեղանի շուրջ, բացի սեփական մորից։ Անին գունատվեց։ Դուք դա չեք անի։ Մի արեք այնպես, որ ստիպված լինեն, պատասխանեցի ես։ Կարենը աննկատ նայեց ժամացույցին, մոտեցավ 1 քայլ։ Տիկին Ելենա, հիշեցնեմ, ամրագրումը ժամը 22:00-ին է, 5 րոպե։ Ես գլխով արեցի, ավելի խորը շունչ քաշեցի, նայեցի որդուս, նրա թաց աչքերին, Անիի սեղմած մատներին, նրա հոր դատարկ վստահությանը։ Ուրեմն եկեք այսպես, ասացի ես հանգիստ, եւ ամբողջ սեղանը կարծես թեքվեց դեպի ինձ։ Հիմա դուք կանեք ահա այսպես, ասացի ես հավասար։ Հանգիստ դուրս կգաք, տուն կգնաք ինքնուրույն։ Գրասենյակում խոսակցություններ չեն լինի, ամեն անհրաժեշտը արդեն ասված է։ Անին բացեց բերանը, բայց խոսքեր չգտավ։ Հայրը աղմկոտ արտաշնչեց։ Մայրը պայուսակը սեղմեց կրծքին։ Արմանը մոտեցավ ինձ։ Մամ, խնդրում եմ ոչ հիմա, պատասխանեցի ես։ Եթե երբևէ էլ խոսելու լինենք, ապա առանց արդարացումների եւ առանց հանդիսատեսի։ Երբ դու ինքդ հասկանաս քո արածի մասշտաբը, այն ժամանակ այո, իսկ առայժմ ոչ։ Ես գլխով արեցի Կարենին, նա մոտեցավ նրանց կիպ, հարգալից, բայց հաստատակամ։ Խնդրում եմ, ես ձեզ կուղեկցեմ մինչև դուր։ Մենք վճարել ենք եւ գնում ենք ինքներս, մրմնջաց Անիի հայրը։ Բայց գնաց։ Անին գունատ բռնվել էր Արմանի արմունքից։ Դռների մոտ նա շրջվեց։ Ելենա, եկեք մարդկային։ Մարդկայինը դա մարդուն սեղանի շուրջ միայն ջրով թողնելն է, ասացի ես։ Ցտեսություն։ Նրանք դուրս եկան։ Փեղկերը փակվեցին հանգիստ։ Մի վայրկյան սրահը լռեց, իսկ հետո նորից սկսեցին զնգալ սարքավորումները, աղմկել զրույցները։ Կյանքը վերադարձավ իր աղմուկին։ Կարենը շրջվեց դեպի ինձ։ Տիկին Ելենա, ձեզ ջուր։ Թեև ջուրը երևի այսօրվա համար բավական է։ Ես հանկարծ հանգիստ ծիծաղեցի, փոքրիկ հոգնած ծիծաղով։ Բավական է։ Ես տուն։ Փակումը քեզ վրա է, ինչպես միշտ, գլխով արեց նա։ Ամեն ինչ վերահսկողության տակ է։ Ես անցա դեպի գրասենյակ, փոքր սենյակ, սեղան, դարակ հաստ թղթաբանակներով, հին լուսանկարներ շրջանակներում, ռեստորանի բացումը, առաջին մրցանակները, թիմը երկար սեղանի շուրջ, եւ Արմանը ավարտականին, հարսանիքը, Կիրան, փոքրիկ, նրա ձեռքերում։ Ես վերցրեցի լուսանկարը, մենք երկուսով, նա ժպտում է բերանը բաց, ես պահում եմ նրա ուսերից։ Մենք այն ժամանակ մեկ թիմ էինք։ Ես շրջանակը դրեցի տեղը, անջատեցի լույսը, փակեցի դուռը։ Բակում զով էր, ես նստեցի իմ սովորական մեքենան, ոչինչ թանկ, հուսալի, 5 տարեկան։ Տուն հասա լուռ, առանց երաժշտության, պարզապես ճանապարհ եւ մտքեր։ Տանը թեյնիկը դրեցի, հանեցի զգեստը, վրայիցս գցեցի խալաթը, թեյ լցրեցի, նստեցի եւ լաց եղա։ Հանգիստ, ոչ թե ինձ խղճալուց, այլ կորստից։ Նրանից, որ որդին, որին մեծացրել եմ, այսօր ընտրեց լռել, երբ պետք էր ասել ոչ։ Նրանից, որ ստիպված կլինեմ պահել դատար 1 շաբաթ եւ ոչ թե 2։ Հեռախոսը թրթռաց։ Արմանից հաղորդագրություն։ Մամ, դու ժամանակ էիր խնդրում։ Ես կտամ քեզ այդ ժամանակը։ Ես մեղավոր եմ։ Ես կփոխվեմ ոչ թե քո փողերի պատճառով, այլ քո։ Ներիր, որ չպաշտպանեցի։ Ես սիրում եմ քեզ։ Ես կարդացի մի քանի անգամ, հեռախոսը դրեցի էկրանով դեպի ցած։ Հիմա ոչ։ Խոսքերը հիմա ոչինչ չեն լուծում։ Պետք են գործեր, պետք է լռություն։ Մի քանի րոպեից եւս 1 հաղորդագրություն։ Անծանոթ համար։ Տիկին Ելենա, Սամարատն է։ Մենք կնոցս հետ սրահում էինք։ Շնորհակալություն դասի համար։ Դուք ձեզ պահեցիք արժանապատիվ։ Դա կարևոր էր տեսնել։ Հարգանքներ։ Ես շփտացի շուրթերի ծայրով, պատասխանեցի կարճ։ Շնորհակալություն։ Դուք ինձ աջակցեցիք։ Թեյը սառել էր։ Ես վեր կացա, լվացվեցի, նայեցի ինձ հայելու մեջ։ 64 տարեկան կին, կնճիռները իմը, ազնիվ, աչքերը հոգնած, բայց ոչ դատարկ, մազերը ալեհեր։ Ես դադարեցի դրանք ներկել։ Կենթանի,
ուղիղ մեջքով։ Սեփական տեղդ գիտես, ասացի ես իմ արտացոլանքին։ Եվ այդ տեղը այնտեղ է, որտեղ դու ինքդ ես այն դնում։ Ես պարկեցի ուշ, երկար նայեցի առաստաղին։ Մտածում էի, ինչ է լինելու հետո։ Գուցե վերջապես անեմ այն, ինչ միշտ հետաձգում էի, գնամ այնտեղ, որտեղ երազում էի լինել։ Իտալիա։ Ինչու ոչ։ Ես ամբողջ կյանքում խնայել եմ ինձ վրա։ Կամ գոնե հանգստյան օրերին Պետերբուրգ, Կազան, գրանցվեմ գեղանկարչության դասընթացների, որոնց համար միշտ ժամանակ չէր հերիքում։ Կարգի բերեմ բնակարանը ինձ համար, այլ ոչ թե ցուցադրության։ Ավելի շատ ուժ ներդնեմ մյուս երկու ռեստորաններում։ Եվ էլի, ես վաղուց ուզում եմ ստեղծել փոքրիկ հիմնադրամ միայնակ մայրերի համար, որպեսզի նրանք ունենան ոչ թե միայն խորհուրդներ, այլ իրական կրթաթոշակներ եւ օգնություն։ Հեռախոսը նորից թարթեց, ես չվերցրեցի։ Թող գրեն վաղը, իսկ այսօր լռությունը եւ իմ տունը։ Ես անջատեցի լույսը, պարկած էի եւ ավելի խորը շնչում։ Ցավոտ էր, բայց ներսում շոշափվում էր մի հավասար կետ, քարի պես պինդ։ Նման է սկզբի ոչ բարձրաձայն, առանց փողերի, պարզապես սկզբի, որը պատկանում է ինձ։ Առավոտյան ես կարթնանամ, կխմեմ սուրճ, կգնամ Կարենի մոտ գրասենյակ, կքննեմ մատակարարումների թղթերը։ Երեկոյան հնարավոր է վերանայեմ իմ ժամանակացույցը, ավելացնեմ դրանում ոչ թե միայն աշխատանքը, իսկ Արմանը թողանի իրենը։ Եթե մի օր նա գա առանց օտար հուշումների, առանց ճիշտ հյուրերի եւ առանց այն տղայի դերի, որին պետք է խղճալ, ես նրան կլսեմ։ Եթե ոչ, ես միևնույնն է ապրելու եմ։ Սերը առանց հարգանքի հենարան չէ։ Ընտանիքը առանց բարեխղճության սահմանների ընտանիք չէ։ Սա ամեն ինչն է, ինչին ինձ սովորեցրեց այս երեկոն։ Եվ սա այն է, ինչ ես էդ չեմ տալու։ Ես փակեցի աչքերս։ Առջևում շատ լռություն եւ գործեր կային։ Եվ առաջին անգամ երկար տարիների ընթացքում մի տեղ, որտեղ ես կանգնած եմ ամուր, մենակ, բայց ոչ դատարկ։ Շնորհակալություն, որ լսեցիք այս պատմությունը մինչև վերջ։ Գրեք մեկնաբանություններում, թե քանի տարեկան եք եւ որտեղից։ Մեզ համար կարևոր է իմանալ, թե ով է մեզ դիտում։ Դրեք լայք եւ բաժանորդագրվեք ալիքին։ Առջևում կան ավելի շատ իսկական պատմություններ կյանքից։